Ես այսօր առավոտ հատուկ հանել եմ այս քննարկումից առաջ, խնդրել եմ ֆինանսների նախարարությունը տա տեղեկատվություն եւ երբ որ ես խոսում եմ 238 միլիարդ աշխատավարձի մասին, ուրեմն պիտի ասեմ, որ պետական կառավարման համակարգի աշխատավարձերը այդ ամեն ինչի մեջ փոքր են 5%-ից։ Պետական կառավարման համակարգի այդ բոլոր մեծադղիրդ պարգևատրումները եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ ելի եմ ասում, եթե օրինակ ամբողջ պետական այդ շարժումները որ կան, որ պարգևատրում մի ստացեք, թոշակները բարձրացրեք, եթե օրինակ 2025 թվականի ապրիլին ամբողջ պետական համակարգը չստանար աշխատավարձ, 0 աշխատավարձ ստանար, ապրիլին թոշակները հնարավոր կլիներ բարձրացնել 1400 քանի դրամով։ Պատկերացնում եք, ամբողջ պետական համակարգ, դատարաններով, դատախազությունով, պետական նախարարություններով եւ այլն, բոլորը ոչ մեկ 0 աշխատավարձ, բայց այդտեղ կա մի նրբություն։ Այդ աշխատավարձ, այդ թոշակը, որը այդ համակարգին աշխատավարձ չտալով կարելի էր 1500 դրամ բարձրացնել, ենթադրենք մարդը ստանում է հիմա 30000 դրամ թոշակ։ Ենթադրենք ապրիլին մենք որոշել էինք, որ վերջ այս ամիս պետական հիմնարկներ, պետական համակարգը աշխատավարձ չի ստանում եւ դրա արդյունքում պետք է թոշակառուն ստանալ 31500 դրամ կենսաթոշակ։ Որոշումը կլիներ, բայց կենսաթոշակների 70%-ը այդ կենսաթոշակը չի ստանա ֆիզիկապես, որտեվ հռչակված կլներ, բայց այն համակարգը, որը պիտի այդ թոշակը A կետից հասնի B կետը, ուղղակի այդ համակարգը գոյություն չէր ունենա։ Լավ, մի ամիս կարար գոյություն ունենար, երկրորդ ամիսը գոյություն չէր ունենա արդեն։ Լավ, երկրորդ ամիսը գոյություն ունենար, երրորդ ամիսը գոյություն չէր ունենա վստահաբար, որովհետև ոչ մեկ չէր համաձայնվի առանց աշխատավարձի աշխատել։ Եթե համաձայնվեին առանց աշխատավարձի աշխատել, ուրեմն մի բան այն չի։ Ուրեմն ժողովուրդը պետք է մտածեր, թույլ տալիս է, որ իրանք առանց աշխատավարձի աշխատեն, դե թույլ չի տալիս։ Հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ ձեր ուշադրության համար եւ մաղթում եմ մեզ, ձեզ 2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության հաջող եւ արդյունավետ քննարկումներ, որոնց արդյունքում այդ քննարկումների արդյունքն էլ պետք է ի վերջո մենք ուրվագծենք, թե ինչ արդյունք ենք ուզում ունենալ։ Մենք ուզում ենք ունենալ ավելի լավ պատկերացումներ, ինչպես կարող ենք ունենալ ավելի շատ եկամուտներ պետական բյուջե եւ ինչպես կարող ենք մեր ծախսերը դարձնել առավել արդյունավետ, առավել հասցեական, որպեսզի այդ ծախսերը առավել արդյունավետ ծառայեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությանը, բարեկեցությանը, երջանկությանը։